Բարև ձեզ Factor TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Թորոսյան, ինչպես կասեր Սեյրան Սարոյանը, դուք կուլտուրական մարդ։ Ինչու եք հայհոյում։ Ես ու Շմայսը հայհոյենք, ոչինչ։ Բա դուք խնդիրը իհարկե վերաբերվում է Լևոն Քոչարյանի հետ ձեր, այսպես փոխադարձ հայհոյանքների թեմատիկային, ինչու այդ մակարդակին հասակ հայհոյանքը վերարտադրելով ԱԺ ամբիոնից։ Նախ ես կակնկալ էի բոլորից, ով էս հարցը բարձրացնում է, առաջինը այս հարցը ուղղել այդ ձեր նշած անձին եւ նրանից պատասխան ստանալուց հետո նոր անդրադառնալ իմ հնչեցրած հայտարարությանը, որտեղ ես շատ կոնկրետ եմ ասել, թե ինչ նկատի ունեմ եւ ինչու նկատի ունեմ։ Եվ այդ անպատժելիության մթնոլորտը, այդ քաղաքական անպատժելիության մթնոլորտը պետքա վերջ տրվի, որին որ ես արձագանքել եմ։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Ինքը վեր կենա ամբիոնից, ասի ձեզ ասում են թուրք, մեր գործընկերները վեր կենան ասեն, չէ, գիտեք, իրականում ոնց որ թե ձեզ են ասում թուրք, ասենք օրինակ քո պապին ասում են, որ թուրք է, ու ինքը թաքնվելով ոմանց հետևում հայոյի իրա պապուն թուրք ասողին եւ մնա ու փախնի, բայց սա դրանք չի, ու փախնի, քո պապին թուրք են ասում, ու փախնի, ում է հաճելի է լսել, իսկ մեզ հաճելի է լսել, որ ասում են, գիտեք, ձեզ թուրք են ասում։ Այդ այսինքն մենք պետք է այդպես հանդուրժող լինենք իրանց տհաճ արտահայտություններին, բայց մի ասեք կներեք, ով մեզ ասի թուրք, դրա հերը, մերը, լավը, տանիքը, ոչ ես դա չեմ ասա։ Ես ասել եմ, ով մեզ ասի թուրք որպես հայհոյանք։ Այո, դա շատ տարբեր բաներ է։ Իսկ իրա հայոյելը մեզ հենց դա է նշանակում։ Իսկ ինչ եք ընտանիք մտնում, ասենք։ Ես մտնում եմ այնտեղ, որտեղ որ ինքն է մտել ու պատասխան է ստացել իր արածների համար ու ստանալու է մինչև վերջ։ Չեք տարբերվում իր արածից։ Շատ տարբերվում ենք եւ երբեք չենք մտել այդ դաշտ, բայց երբեք նաեւ չենք թողելու անպատիժ այդ ամեն ինչը։ Եվ մնալու են կուլտուրական։ Իսկ Քոչարյանների դեմ այդ ձեր ագրեսիվությունը որտեղից է գալիս։ Ինչ Քոչարյանների դեմ։ Քոչարյանների ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի դեմ, որին ամբողջ օրը հիշում եք, թալանչության մեջ մեղադրում։ Գիտեք, մենք ինչ Ձեր ամեն երկրորդ բառը Քոչարյանի մասին է։ Ես լսում եմ աժնիստերը։ Երկրորդ բանն է, խմբակցությունն է անդիմադիր, իրանք մեզ են քննադատում, մենք իրանց ենք քննադատում։ Թե ծանր եք տանում նրա վերադարձը մեծ քաղաքականություն, վախենում եք իշխանություն կորցնել։ Ոչ մի բանից չենք վախենում եւ չենք կորցնելու իշխանություն, որտեղ իշխանությունը մեր չի ըստեղության, իշխանությունը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշում ով լինի իշխանություն Հայաստանում, ի տարբերություն ոմանց, որոնք կարծում են, որ իշխանությունը իրանց սեփականությունն է եղել եւ իրանք դժբախտաբար հանգամանքների բերումով այդ նաև այդ վերջի հարցազրույցի մեջ ինքը պատմում է, չէ՞, ոնց եղավ, ոնց էր Սերժին ասում, պրոբլեմ կա, կոնտրոլի տակ է, հետո Սերժի կողմից եղավ արձագանք Ֆարմանյանի հոդվածի տեսքով, թե այնտեղ ոնց է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Մենք տենց չենք վերաբերվում իշխանությանը, մեր համար իշխանությունը ծառայություն է Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին, որը մեզ տրվում է կոնկրետ ժամկետով։ Պարոն Թորոսյան, կներեք, այս ձեր վարքագծի մի մեկնաբանություն էլ կա, պատասխան եք տալու, շուտով 26-ին իշխանազրկվելու եք եւ հասկանում եք օրը գալիս է, սա Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունն է։ Մենք պատասխան նյարդային եք տալու բան չունենք, սկսենք դրանից։ Ոնց չունենք։ Եթե ունենայինք էլ հիմա էլ պատասխան կտայինք, որտեղ մեր իրավական համակարգը, եթե նկատել եք, աշխատում է առանց բաների, բացառությունների եւ պատասխան տվողներ կան եւ կլինեն, ով ունի պատասխան տալու։ Սպասելիք ունեք երևի, որ Քոչարյանի օրոք ունի պատասխան տալու, եթե որևէ օրենք է խախտել։ Նախ Քոչարյանի օրոք բառակապակցությունը վաղուց անցյալում է եւ այլևս չի վերադառնալու երբեք։ Քոչարյանը իր ծոծրակը կտեսնի, բայց իր օրոք նորից իշխանություն չի տեսնելու Հայաստանի Հանրապետությունը։ 100% վստահ եմ, 100%, որովհետև քաղաքական մեռելները չեն վերակենդանանում։ Դուք եք վերակենդանացնում որոշ կինոներում է տեղի ունենում, այդ սարսափ կինոներում Հայաստանի Հանրապետությունը բարեբախտաբար կինո չի։ Բայց ձեզ էլ մեղադրում են, որ դուք Քոչարյանին վերակենդանացրեք։ Մենք Քոչարյանին չենք վերակենդանացրել, Քոչարյանը ինքն է հայտ ներկայացրել քաղաքականություն մտնել եւ պետք է պատրաստ լինի կրել ամբողջ քաղաքական հետևանքները այդ քաղաքական գործունեության, ինչպես ցանկացած քաղաքական գործունեության զբաղվող։ Եվ այդ նաև ազգային ժողովում այդ պոլեմիկան դրա մասին էր, որ իրենց թվում է, որ մենք կարող ենք այտենց ելույթներ ունենալ, մենք հանդուրժողաբար լսենք, բայց երբ որ մենք ենք ելույթ ունենում, մենք իրավունք ունեն տեղից արձագանքելու։
ու մենք իրոք հանդուրժող ենք եղել։ Ես ճիշտ ասած մի քանի հիասթափություն նկատեցի անձամբ ձեր անձից, ասում են իրոք այդ կուլտուրական գրագետ մարդ, կրթված, չարժեր այդքան իջնել, պարոն Թորոսյան։ Ես չեմ իջել, ես ասացի այն ինչ եմ արել եւ այդ հարցերը պետքա ուղղել այդ փոքրիկ Քոչարյանին եւ ոչ թե ինձ։ Բայց եթե ձեր եւ նույն Քոչարյանի այսպես ձեռքբերումները կամ որակները իրար կողքի դնենք, դուք տանուլ եք տալիս, թույլ տվեք մի քանիսը թվարկել։ Դե հիմա կլսեք, կհասկանաք, հա։ Նա հաղթող նախագահ է, դուք պարտված մի վարքյան։ Նա ազատագրել է Արցախը։ Դուք հանձնել եք ողջավորությունը տալցրեք, պարոն Թորոսյան։ Նա ճգնաժամային կառավարիչ է, դուք ճգնաժամեր առաջացնում։ Հիշում եմ ճգնաժամերը ոնց էր կառավարում, ասենք օրինակ Բաղրամյան փողոցը ոնց էր երկու կողմից փագում ու ջարդում ժողովրդին, ընտրություններ ոնց էր կեղծում։ Չէ, հոկտեմբերի 27-ից հետո օրինակ նա կարողացավ մեր քաղաքական ճգնաժամը կառավարել։ Հոկտեմբերի 27-ը ոնց ծածկադմփոց արեց եւ կարողացավ այո սենց խափելով այդ բաներին հետո իր կողմը շրջել երկրապահին, հանրապետականին, հիշում եմ, շատ լավ ճգնաժամային կառավարիչը սեփական գրպանները լցնելու համար մարտի 1-ի ճգնաժամը չկառավարվեց։ Եթե ճգնաժամեր կառավարել մենք նկատի ունենք բռնատիրական ռեժիմ հաստատելը, ապա միգուցե նա չեմպիոն է։ Ես չեմ վիճարկի այդ հարցը։ Այս կրիտերիաներում դուք պարտվում եք։ Արցախի ազատագրել դուք հանձնել եք, այսինքն շատ կոնկրետ է Արցախը ազատագրել, հա, փաստորեն։ Բա ով տեղյակ չեք։ Չէ, մենակով մի ավտոմատով գնացել արձանագրել Արցախը։ Էլի մարտիկ է եղել, բայց կենտրոնական մարտիկ չի եղել, եղել է Հայաստանի ամբողջ ժողովուրդը, Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը, Պաշտպանության կոմիտեի նախագահն է։ Շատ էլ որ Պաշտպանության կոմիտեի նախագահ չեղել, այդ Ռեմբոյի կերպարը վաղուց փլվել է, վաղուց հասկանում եք, դա եմ ասում, եւ այդ ժողովուրդն է փլողը հեղափոխություն անելով, հասկանում եք։ Եվ այդ բաները, այդ մաչոյական այդ ես եմ, ես միակն եմ, ես անկրկնելի, դա չի անցնում, էլ ասենք ծիծաղալու է, ասում եմ, այդ հոգեբանի բանը արդեն մատերիալ է ավելի շատ, քան թե քաղաքականության։ Եվ վարչապետը ծնկում է Ալիևի առաջ։ Այսօր շատ ուրախ եք ձեզ քննադատող հարցերից, ինչ է պատահել։ Քննադատելու բան չկա։ Այստեղ գալուց առաջ ինչով եք զբաղված եւ ազգային ժողովում է եւ Ալիևի առաջ ծնկում է ոնց է ծնկում հետաքրքիր է։ Դե նվաստացուցիչ դիրքում էր Հայաստանի վարչապետը նստած։ Կզած, կուչեկած։ Լուրջ, եթե եմ ասում, էլի, եթե եմ ասում, Ռեմբոյի կերպար այդ մարդը հոգեբանի կարիք ունի, հոգեբուժի ենթադրում եմ արդեն, եթե մի քիչ խորանում ենք։ Այսինքն ոսպի նստած էր, ասենց մուսկուլները բացած, բանտես մի ռազմեր փոքր շորերով, այսպես մի նստած էր Ալիևի դիմաց։ Դե ես էլ ասում եմ, էլի այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, փոքրի ժամանակ ստացած տրավմաներից, որը փորձում է հիմա ինքնադրսևորվել, թեև լինելով արդեն մոտ 70 տարեկան, 70 մոտ չէ, 70 տարեկան անց է, իշխան գնեմ 54 թիվ էր։ Ու ինչ մանրամասն եք ուսումնասիրել պարոն Քոչարյանը։ Վաղուց եմ իրան ուսումնասիրել, երբ որ դեռ ուսանող է եւ պայքարում էի նրա դեմ 2003 թվականից։ Իսկ կարող է ձեր վարչապետի տեխնացուին 26-ին փոխեք, հաշվի առնելով որ նա պարտված ղեկավար է, չի կարողանում մեզ արժանապատիվ խաղացում բերել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար կլինեն մեր կուսակցության համաժողովը եւ ղեկավարի մեր ցուցակը, ինչպես եւ 21 թվականին, բայց դա գործընթաց է, որը տեղի է ունենալու։ Պարոն Թորոսյան, տեսեք, աղա դեպքում դուք չունեք այսպես հաշվարկ, որ 26-ին կարող է կրկնվել Գյումրիի սցենարը, այսինքն ընդդիմությունը տարբեր ճյուղերով գնա, դաշնակցությունը Քոչարյանի այդ դաշինքից առանձնանա, տարբեր ուղղություններ, ԿՊ-ն միայնակ մնա, փոքրամասնություն դառնա։ Տեսեք, դες չի որ ԿՊ-ն միայնակ չի եղել, նաև նախորդ ընտրություններին ԿՊ-ն միայնակ է։ Բայց այս ընթացքում Արցախը կորցրինք, ինչը մեծ կորուստ էր եւ Արցախը մենք չենք կորցրել եւ հարվածը Արցախը կորցնողներին է ուղղված ոչ թե մեզ եւ այդ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Մենք Արցախում իշխանություն չենք եղել երբեք։ Հայաստանում էիք, որը չօգնեց Արցախին։ Օգնեց ամեն ինչով մինչև վերջի իր հնարավորությունը եւ բազմաթիվ անգամներով ապացուցել ենք թե ոնց Արցախում ըստ էության հեղաշրջում իրականացրած ուժերը հանձնեցին Արցախը եւ վերջում էլ ստորագրեցին լուծարման հրամանագիրը։ Այդ մեկ եւ ես պարզապես ապշում եմ թե ինչքան կարելի է նույն հարցին վերադառնալ հատկապես նրա նման առաջադեմ լրատվամիջոցում։
Որ հարցին, ձեր ապագա պարտության հարցին։ Չէ, Արցախը հանձնելու հարցին, հանձնելու։ Մեղադրանք է հնչում, տալիս ենք հիմա։ Չէ, դա ես էլ ասում եմ, պատվերով չենք մեր հարցերը շահագրելու ձեզ ինչքան կարելի է նույն բանի մասի խոսալ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև այն գաղափարները կա Ռոբերտ Քոչարյանը, ումով կվախեցնեք ժողովրդին։ Որովհետև այն գաղափարները մեզ թե չէ վերադառնում եք Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը կարևոր չի, կարևոր են հետադիմական գաղափարները, որոնք որ քարոզվում են Քոչարյան կլինի կամ Սերժ Սարգսյան կամ դրան մերձ ուժերի կողմից եւ անկախ նրանից, որ նրանք բան կլինեն տարբերակված, այսինքն տարբեր ուժեր կլինեն, թե մեկ ուժ կլինի, եւ այն գաղափարները, որ մենք ենք առաջարկում մեր ժողովրդին։ Ձեր հաղթաթուղթը Քոչարյանն է։ Ոչ, մեր հաղթաթուղթը մեր երկիրն է, մեր երկրի սուվերենությունն, ինքնիշխանությունն է եւ դրա բարեկեցությունը։ Բայց դեմ չեք այդ որին դեմ են ձեր նշած քաղաքական ուժերը իրանց ղեկավարներով կամ առանց իրանց ղեկավարների, բայց նաև մեր ժողովրդի հետ այո պետք է խոսանք անկեղծորեն, որ տարբեր դեմքերով մասնակցելով կարող են նրանք մոլորեցնել ըստ էության նրանց եւ վերջում փորձել ինչ որ համախմբվել։ Դրա համար մենք պետք է շատ ազնիվ, ուղիղ ամեն ինչի անունը տալով եւ ոչ թե ինչ որ տենց համեստություն անելով քարոզչություն անենք։ Եվ պարտության սիմվոլը կվերարտադրվի 26-ին։ Պարտության սիմվոլը, ասում եմ, ովքեր են, պարտության սիմվոլ Հայաստանում չկա, Հայաստանը կռվել է մինչև իր վերջի հնարավորությունը եւ պայքարել է իր հայրենակիցների համար, հիմա էլ պայքարելու է իր սուվերեն, ինքնիշխան, տարածքի եւ պետականության համար։ Եվ պարտության սիմվոլները այն մարդիկ են, ովքեր որ Հայաստանը իրապես ծնկի բերելով կեղեքելով, թալանելով, բանակը թուլացնելով, գույքը պարտքի դիմաց տալով, էլ հազարավոր քաղաքական սպանություններով եւ այլն, հարկերը չհավաքագրելով, անթիվան համար օրինակներ կարող են բերել, իրանք են պարտության սիմվոլը։ Եվ դրանք հարատև պարտության սիմվոլներ են։ Ամեն դեպքում կարելի է ապշել ձեր իշխանավարման ոճի վրա, պարոն Թորոսյան, ասեմ։ Քոչարյանի եւ ընդդիմությանը հազարավոր մեղքեր մեջ եք մեղադրում, որոնցից մի քանի 1-2% ժողովուրդն է մեղադրում։ Մի քանի տոկոսը հենց նոր թվարկեցիք, մի քանի տոկոսը, ես կավելացնեմ ընտրակեղծիքներ, դատական համակարգի, այսպես հեծնում եւ այլն։ Բայ այս մարդիկ ինչ են ազատության մեջ, պարոն Թորոսյան։ Լավ հարց է։ Շատերը արդեն հասցրել են իհարկե զրկվել ազատությունից եւ նորից վերադառնալ ազատություն, տենց դեպքեր են եղել։ Եվ հիմնական բանը, որը որ փաստացի դեռևս հաջողվել է անել կամ process-ը սկսել, դա այդ իրանց բույքի պետության վերադարձն է, որը գնում է եւ նաեւ դրա համար են մեջ գործընկերներ։ Հա, գիտեմ, ընթացքում է ըստ էության 7 տարում նորը սկսվել է, այո։ Որտեղ բարդ process է, նաեւ գիտենք ինչպես են պայքարում իրավական առումով եւ մենք չենք ուզում այսպես ասած տենց օրենքը շրջանցող գործողություններ անել։ Չէ, ես նկատի ունեմ, հա, լեգիտիմ հարց է։ Միլիոնավոր հանցագործությունների մեջ եք մեղադրում, իրոք, էլի։ Չէ, բայց դե շատ է։ Ոնց մի մասի շուրջ Հայաստանի քաղաքացիները կարող է համաձայնվեն ձեզ հետ օրինակ ընտրակեղծարարությունը, երևի մարդ չկա, որին ինչ որ մեկը մոտեցած չլինի եւ կաշառք առաջարկած չլինի, հա։ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն արել այդ պատմությունները ջրի երես հանելու քրեական գործեր դարձնելու։ Եղել են գործեր, ոնց որ թե այդ մեկը հիշում եմ։ Դուք գիտեք, չէ՞, ես ինչ նկատի ունեմ։ Խորհրդանական, նախագահական ընտրությունների արդյունքների կեղծում։ Այ ինչու՞ չեք այդ գործերը քննում։ Ես ենթադրում եմ, ես չեմ դրա հասցեատերը այդ հարցի պատասխանը։ Քաղաքական պատասխանատու եք։ Դատախազությունը պետքա դրանով զբաղվի։ Լավ հարց է, պետքա հասկանալ ինչի չեն զբաղվել եւ արդյոք իրանք գիտեք որ իրենք ճաղերի հետևում չլինեն, լինեն քաղաքականությունում, էկրաններին, դատարանների առաջ եւ Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները ամբողջ օրը ասեն այ սիրելի ժողովուրդ, վերադառնում են իշխանության, մեզ ընտրեք, մեզ։ Ամենևին 50+ կխփենք։ Ամենևին դա այդպես չէ ու մենք ոչինչ չենք խփում, մենք մեր ժողովրդի հետ անկեղծ երկխոսությամբ բացատրում ենք թե ինչ են կարել եւ ինչու եւ ինչ ենք անելու եւ ինչու։ Եվ ֆիքսենք իմ հարցին չկարողացաք պատասխանել։
Ինչու ընտրակեղծարարության գործը չկան օրինակ։ Մեղադրյալներ չկան։ Կամ չեն կեղծել, դուք զրպարտում եք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նրանց ընտրակեղծիքների մեջ մեղադրելով։ Իհարկե կեղծել են եւ դա այնքան համակարգված է եղել, որ նույնիսկ տենց ինդիվիդուալ կեղծիքի դեպքն էլ արդեն էական չի, որովհետեւ համատարած է եղել, այսինքն դա մեքենա է աշխատել, բոլորը ակնհայտ։ Արսեն Թորոսյանին հարցակրթության հրավիրեք, նա ձեզ փաստեր կտա եւ միգուցե գործը տեղից շարժվի։ Տեսեք, նաեւ այս ժողովուրդը 18-ի հետ կապված ունեցել է արդարության, արտադրության վերականգնման հույսեր եւ մարտի 1-ի գործը շատերը կարող են ասել դե լավ զզվեցրիք, հա, այդ գործի մասին խոսելով եւ իրապես ԿՊ-ն այնքան շատ է խոսում դրա մասին, բայց երբ որ մեղադրյալներ չկան, պարոն Թորոսյան, եւ ինչու է այդ գործի բացահայտումը կարեւոր, որովհետեւ դա քաղաքական ստեյության գործ էր, հա, այսինքն մարդիկ ովքեր իրենց իրավունքների իրացման համար դուրս են եկել փողոց գնդակահարվել են, որպեսզի դա չկրկնվի, պետք է պատժվեն։ Դուք դա էլ չեք անում, հասկանում եք, բայց մատի փաթաթան եք դարձել։ Քոչարյանը մարտի 1 է արել եւ նայեք, եւ այո եւ ոչ, ինչ որ ասում եք, այսինքն նախ մատի փաթաթան չենք դարձրել, դե բան չէ, այլ պարզապես ուզում ենք ցույց տալ մարդկանց որակները տարբեր եւ ես օրինակ լինելով հենց մարտի 1-ից 2-ի գիշերը այդ Միասնիկյանի արձանի մոտ բան եմ մասնակից եմ այդ ամեն ինչը, այնպես չի որ երրորդ կողմից եմ էլի, նույնպես տեսել եմ ինչա տեղի ունենում։ Երկրորդը ես համաձայն եմ, որ մեր իրավապահ համակարգը տոտալ ձախողել է այդ գործը։ Դուք եք ձախողել, ասեմ որ թույլ տվեք ապացուցեմ, հա կշարունակեք։ Մարտի 1-ի գործի դատախազական վերահսկողությունը եղել է անձի վրա, հա, Արթուր Դավթյանի, որը դուրս է եկել դատախազությունից եւ դարձել է ընդդիմադիր ակտիվիստ։ Եվ հետո դուք այդքան կարևոր գործի դատախազական վերահսկողությունը հանձնարարել եք Սերժ Սարգսյանի դրած նշանակած կամ ընտրած դատախազի։ Բայց դրա մասն եմ ասում, չեք թողում խոսել։ Հա, վայ, մեղքերի խոստովանություն, խնդրեմ, շարունակեք։ Մենակ իրան չէ, նաեւ Սասուն Խաչատրյանին։ Ինչ իմաստով որ տոտալ ձախողել է այդ գործի քննությունը, այո, եւ դատախազությունը եւ հատուկ քննչական ծառայությունը։ Բայց ինչի էր այդ հոդվածով այդ ամեն ինչը հարուցվում, որ հետո գնար հակասահմանադրական ճանաչում։ Ես էլ եմ այդ հարցը տալի ու հարց չեմ տալիս, նաև մեղադրանք եմ հնչեցնում այդ երկու կառույցների եւ իրանց ղեկավարների հասցեին։ Իսկ միգուցե դա միտումնավոր է արվել։ Պարոն Թորոսյան, իսկ միգուցե դա միտումնավոր է արվել։ Այո։ Մեր տարբերությունը այն է, որ ես լրագրող եմ, դուք իշխանության ներկայացուցիչ։ Ես պատգամավոր եմ։ Ոչ թե այդ գործերը հարուցող կամ քննող։ Եվ մեր մյուս գործընկերները պետքա լսեն այս ամեն ինչը եւ հետևություններ անեն։ Որոնք են ձեր գործողությունները այս իմ կոնկրետ գործողությունները, նախ սա խոստովանություն չի, իմ կոնկրետ գործողությունները այլ բան չեն կարող անել, քան այս ամեն ինչի մասին խոսալը, որտեղ ես իրավունք էլ չունեմ միջամտել իրավական գործընթացներին, բայց պատասխանատուները կարծես թե ինչ որ արձագանքեցին վերջի լսումների ժամանակ ազգային ժողովում, կարելի է դրանք վերցնել գիտություն, բայց հա ես ընդունում եմ այդ քննադատությունը եւ համարում եմ, որ մեր մարմինները դա ձախողել են։ Չէ՞ կարծում ձեր ֆեյլերը մի տեսակ շատ են, էլի կադրային հատկապես, Վանեցյան, չգիտեմ, Օսիպյան, այս մարդկանց եք հիմա մեղադրում։ Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Ոնց որ ձեր սխալները ճակատագրական են։ Չի սխալվում նա, ով որ ոչինչ չի անում։ Չի սխալվում նա, ով որ ոչինչ չի անում, եւ եթե որևէ մեկը կասի, որ ինքը անսխալական է, ապա նա պարզապես կխաբի։ Մեր առավելությունը մյուս քաղաքական ուժերից այն է, որ մենք այո, ընդունում ենք նաև մեր սխալները, որոնք բերում են աղետների, որոնք կարող են բերել ինչ որ գործողությունների, որոնք ցանկալի չէին, բայց նաև ընդունելով փորձում ենք դրանց ուղղել, ոչ թե օրինակ երկար տարիներ Հայաստանում իշխանություն եղած մարդկանց պես փորձում ենք ամեն ինչով արդարացնել իրանց իշխանությունների ժամանակ տեղի ունեցած աղետները, այդ թվում դուք էլ եք արդարացնում դաշնակցություններ Արցախում իշխանության, չգնացին Սոֆիա, իհարկե չգնացին։ Դե արդարացնել էլ ոնց է։ Դա արդարացնելու հարց չկա, մենք այնտեղ իշխանություն չենք ունեցել եւ չենք էլ պատրաստվել, չենք էլ ուզել, մենք ուզել ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքը որոշի իր ճակատագիրը իր օրինական ներկայացուցիչների միջոցով կամ եթե գոհ չի իր օրինական ներկայացուցիչներից թող փոխի նրանց օրինական ճանապարհով, եթե կարող է, ոչ թե պալատական հեղաշրջումով իշխանափոխություն անեն, հետո էլ ասեն մենք ինչու ենք մեղավոր։
կոնկրետ կարող է ինչ որ մեկը թղթի վրա 2 նախադասությունով կամ 10 նախադասությունով գրել, թե մենք ինչու ենք մեղավոր։ Ոչ, չի կարող, որտեղ մինչ օրս չի գրվել։ Մեզ մեղադրում են համ եւ իրար հակադիր բաների մեջ են մեզ մեղադրում, հասկանում եք, եւ նաեւ դրա շնորհիվ է, որ մենք երևի մինչև հիմա իշխանության ենք, որտեղ իրենք չեն կողմնորոշում, թե մենք ի վերջո ինչու ենք մեղավոր։ 44-ը մենք մեղավոր չենք։ Քոչարյանն էր Հայաստանում իշխանության, չէ՞։ Կարող է մենք ենք սկսել 44 օրյա պատերազմը, ինչպես ասում է պարոն Քոչարյանը, ես չգիտեմ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի մենք ենք սկսել, այո։ Խաղաղ պլաններ կային, չեք ընդունել, մարդը դա է ասում։ Իսկ ինքը ինչի չի ընդունել։ Իսկ ինքը վատ է արել։ Դուք հեղափոխական իշխանություն եք, անկեղծ խոսեիք ժողովրդի հետ։ Դրա մասին այնքան է խոսվել, ես արդեն ժամանակավորել եմ։ Եկեք անցնենք ուրիշ թեմայի դեպքում։ Այդ դեպքում եկեք անցնենք ուրիշ թեմայի։ Տեսեք, երբեմն կարող է նաև Հայաստանի իշխանությունների մոտ նկատվել սկզբունքայնության հետ խնդիր։ Ասեմ, կասեք մեծ խոսում մեղադրանքներ ես հնչեցնում։ Հիշում եք, որ ասում եք Ռուսաստանը 26-ի ԱԺ ընտրություններ միջամտելու, այսպես գործիքակազմ է կիրառելու, փողեր եւ այլն։ Հիբրիդային պատերազմ, Ալեն Սիմոնյանը ասում է Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Մի երկու օրից Նիկոլ Փաշինյանը գնում է Կարմիր հրապարակում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող երկրի հաղթական շքերթին է մասնակցում։ Բացատրեք այս հանելուկը ոնց է կարողանում այս բորշը եփել։ Ոչ մի հանելուկ չկա, ոչ մի բորշ չկա, ամեն շատ պարզ եւ թափանցիկ է։ Հենց այդ է տարբերությունը, այդ նաեւ ասում եմ մեր վարած քաղաքականության եւ այլ տեսակի վարած քաղաքականության, որ դռների հետևում այլ բաներ է խոսացվում եւ պայմանավորվում, իսկ հրապարակային այլ։ Մենք ուղիղ թափանցիկ ասում ենք եւ նաեւ ցույց ենք տալիս։ Օրինակ այդ պարոն Սիմոնյանի եւ հետո ես էլ ասացի դրա մասին, ասածից մի քանի օր հետո եղավ առաջի տեղեկատվական բանը, ինչ որ տերորը, հետո երկրորդը էս վերջերս ինչ որ իբր մեդալներ են ստացել, ինչ են ստացել մերոնք Ալիևից, ռուսական անհայտ աղբյուրներից տեղեկատվական սպրդումներ ա գնում, որոնք Հայաստանում տիրաժավորվում են։ Եվ մենք ցույց ենք տալի, որ հարգելի հայրենակիցներ, սա այն է, ինչ որ մենք ասում ենք։ Բայց մյուս կողմից ոչ մեկ չի չեղարկել մեր օրինակ մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին, որի այո հաղթանակի 81-ը նշվում էր Մոսկվայում եւ մեր վարչապետը որոշել է մասնակցել։ Հայաստանի դեմ պատերազմ վարող ցանկացած երկիր դա թշնամական ակտ է իրականացնում։ Դու գնացել եք թշնամական երկրի շքերթի հետ։ Եթե թշնամական երկիր է Ռուսաստանը, մենք պետք է հենց այսօր խզենք մեր բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք չենք ասում թշնամական։ Մենք ասում ենք, որ Ռուսաստանի մեթոդները մեր դեմ եւ մեր հետ կիրառվող սրանք են, որոնք ընդունելի չեն, բայց մենք նաև գիտենք, որ կան նաև այլ հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ ավելի, ասկան ինչքան կարելի է դες պրիմիտիվ լնել, էլի։ Okay, չենք գնում։ Եկեք փագենք Վերին Լարսը, գազի խողովակը, մի րոպե, բենզինի ներկրումը եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։ Ոչ, մենք մեր բառապաշարում բավական զուսպ ենք իրականում։ Մենք զուսպ ենք մեր բառապաշարում։ Մենք բայց միևնույն ժամանակ ազատ եւ թափանցիկ ասում ենք մեր ժողովրդին ինչ է տեղի ունենում, ինչի մասն է խոսքը։ Իսկ ամեն ինչ տենց սև ու սպիտակ չի, էլի։ Հա, կարելի է պետության մեղադրել մեր դեմ պատերազմ սանձազերծելու մեջ եւ գնալ նրա հաղթական շքերթի մասնակցել։ Սա մաստեր կլաս է դիվանագիտության։ Մեղադրել մեր դեմ պատերազմ սանձազերծելու մեջ ուղիղ։ Մենք ասել ենք, որ Մասնակցել է մեր դեմ, այո, պատերազմի պատրաստմանը։ Հապ երկրներ, դրանց հիմնականում Բելարուսը, որ օրինակ քննարկել է Ալիևի հետ, ինչպես կարելի է Հայաստանի վրա հարձակվել։ Այո, մենք բարձրաձայնել ենք ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ, ասենք մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որից, չգիտեմ, 300 կիլոմետր հեռու է Ռուսաստանը։ Հասկանում եք։ Այսօր մենք էլ Լավրովի առաջ այդ հարցը դրեցինք Ռուսաստանի կողմից Ադրբեջան ռազմական մատակարարումն է, ասում է մենք էլ Հայաստանին ենք զենք տվել, որով 7 շրջան ենք գրավել։ Դե շատ հետաքրքիր պատասխան էր իրականում։ Դե դա շատ լավ քաղաքականություն է մեծ տերությունների կողմից փոքր երկրներին իր ուղեծրում պահելու եւ մշտապես կառավարելի պահելու համար։ Պարոն Թորոսյան, 26-ին ինչպես է Ռուսաստան պատրաստում մեր ընտրություններին խառնվել։ Ռուսաստանը այնպես չի որ հիմա չի անում ու չի արել այս ընթացքում իր պրոքսի ուժերի կողմից, որոնք որ ամբողջ օրը Ռուսաստան են ծափահարում եւ
տենչում Ռուսաստան։ Հիմա որ անուններ տամ, էլի կասեք բան են։ Բասում եք թափանցիկ եք, մենք մեր ժողովրդից բան չեք։ Չէ, ես թափանցիկ եմ ուզում ասեմ, կասեք բանա, դե դրամ ուրախ եք, որ իրանք են։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մերձ ուժեր, Դաշնակցություն, ՀՀԿ, պարզ չեն ովքեր են, որ ամբողջ օրը ասում են, մեկը ասում է լուսավոր Հայաստան, ինչ ասեմ, էլի կան միջանցքի լուսավոր Հայաստանը այնպես եք ճպտում, որ ես էի դեսպանի պաշտոն տվել, նախկին Եվ այդպես, այդ մեկ, այսինքն միշտ էլ արվել է այդ պրոքսի ուժերի կողմից, մեդիա բաների կողմից, միջամտությունների կողմից, տարբեր պաշտոնյաների կողմից հայտարարություններ են եղել եւ վերջերս ոնց որ չկան, բայց ինչ գիտենք, ինչ որ մի պահի նորից հավանաբար կակտիվանան։ Չի բացառվում այդ մյուս մեխանիզմերի օգտագործումը, ես մի քիչ դրա մասնագետ չեմ, բայց լսել եմ, որ սոցիալական մեդիայում են ինչ որ տրոլեր, բաներ աշխատացնում, Ռումինիայում աշխատացրել են, մոտ 20000 fake page-երով, ոնց հասկացա Ռումինիայում դա չստացվեց, հա, Ռումինիան ուրիշ ընտրություն կատարեց, ճիշտ թե սխալ դժվար է ասել, իրանց համար երևի ճիշտ, միջամտողների համար սխալ, ու մենք պիտի պատրաստ լինենք դրան։ Այսինքն, բայց ես չեմ տեսնում ձեր պատրաստվել, ասեմ, երկու բան։ Մոլդովայում օրինակ ռուսական փողեր էին հոսում, ընդ որում այդ փողերը գիտեք ոնց են հոսում, որ պրոռուսական ուժերը ֆինանսավորեն օթանավով, մարդիկ գալիս են Ռուսաստանից, գրպանները լիքը փող։ Մեկ էլ թափ են տալիս այս օլիգարխներին պայմանական ասած, փողերը թափվում են եւ պարզվում է, որ Ռուսաստանն է այդ փողը ուղարկել, որպեսզի բանկային այդ փոխանցումները չերևա, ֆիզիկապես այդպես լցնում են, հա, եւ լիքը մարդկանց են այդպես բռնել։ Դուք դա չեք արել, մեկ ռուսական հերոստալիկները, որոնք չեն կարես ինչ գիտեք, որ եղել է դա։ Բասում եք Հայաստան փողեր են նաեւ ներդնում, դա էլ եք ասում, Ռուսաստանը փողեր են ներդնում։ Թե այստեղ տեղի բիզնեսներից այդ փողերը հանում։ Այստեղ այնքան ռուսական կապիտալ կա։ Սկսենք դրանից։ Դե առավել եւս։ Եվ երկրորդը ես գիտեմ, որ մեր հատուկ ծառայությունները ուշի ուշով հետևում են այդ ամեն ինչի, եւ եթե անհրաժեշտություն լինի կմիջամտեն, եթե ապօրինի ֆինանսական ինչ որ միջամտություններ լինի ու նաև եղել են դեպքեր, գիտեք, ասենք հանրահավաքների մարդ բերելու փողով քրեական գործեր կան, ընտրակաշարքի դեպքեր կան եւ այո, մեր օրինակ բանը իրավապահ համակարգը պետք է կոշտ գործի այդ հարցերում, ռուսական ալիքների դեպքում էլ շատ ենք խոսել դրա մասին։ Կարելի է փակել, հա, միգուցե։ Վստահ չեմ, որ դա որևէ էֆեկտ կտա, անկեղծ ասեմ։ Դե օրինակ մի, այսպես ասենք, տրոյական ձիու բան կփակեք, էլի։ Չէ, դե գիտեք ոնց հիմա այս դարում ես օրինակ հեռուստացույց վաղուց չեմ նայում, վաղուց, բայց ռուսական ռոպագանդա իմ մոտ էլ է բերում իմ սոցիալական մեդիա օգտագործելուց։ Հիմա դա էլ պիտի փակենք Facebook, չգիտեմ, X, TikTok, Instagram, չէ։ Այս Հայաստանի Հանրապետության ռեսուրսը Ռուսաստանին եք տվել, ասել եք, սիրելի Ռուսաստան, նկարահանիր աղետ բերողը հաղորդաշարը եւ հեռարձակիր Հայաստանի Հանրապետությունում Դոնբաս գնացող մեր ընդդիմադիրներին էլ բեր եւ հայհոյիր մեր վարչապետներին։ Այ դուք դա եք որոշ բաներ հաղորդումներ, ինչքան գիտեմ, մեր գործակալությունները հատուկ արգելել են եւ դրանք չեն հեռարձակվում Հայաստանում։ Մյուս մասերով, եթե էլի նման խախտումներ լինեն, որտեղ մենք միջպետական համաձայնագիր ունենք, այդ մասով էլ պետք է արձագանք լինի։ Բայց տեսեք, մեղավորը Ռուսաստանի հարաբերությունները փչացնում են, բայց մի քիչ դուր չի գալիս, ոնց որ մեղադրալի աթոռին նստած եմ այստեղ, ոչ թե հարցազրույցով Այդպես է, կյանքը այդպես է իշխանավորի պարոնքոսան դիմացեք, այո։ Դուք փչացրել եք Ռուսաստանի այդ հարաբերությունները, այսինքն փչացրել ենք, մենք ենք մեղավոր։ Արևմուտքի հետ խաղեր եք տվել ըստ պարոն Քոչարյանի եւ Ռուսաստանը 16 թվականի ապրիլյան պատերազմին էլ ենք մենք հրահարը օրինակ Ադրբեջանի կողմից, որ էլի հարձակվեցին, կամ 2000-ականների վերջի Ադրբեջանի սկսված զենքի մատակարարումներն էլ ենք մենք իրականացրել կամ փչացրել այն ժամանակ, որ իրականացնեն կամ այդ հապկի շրջանակներում մեր պարտականությունները ամբողջությամբ կատարել օրինակ ղազախական իրադարձություններով կամ Սիրիայում հայ-ռուսական զորախ միավորման ուղարկումը, այդ ինչով ենք փչացրել։ Ես գիտեմ ինքը ինչ նկատի ունեք, իրան ձերբակալելով ենք փչացրել հայ-ռուսական հարաբերությունները։ Քոչարյանը։ Հա։
Կամ Յուրի Խաչատուրովին ձերբակալելով Պուտինը վարչապետին ասել է, որ բաց թողեք Քոչարյանը։ Չգիտեմ Պուտինը ինչ է ասել։ Դե դուք վարչապետի հետ հաճախ եք շփվում եւ տարբեր տեղեր գնում ինքնաթիռի ընթացքում չեք շփվում այս թեմայով։ Ես վարչապետը շատ վաղուց եմ, շատ ինտենսիվ շփվում եմ, մոռանում եմ ինչ պաշտոններ եմ զբաղացրել ժամանակին։ Ինքը երևի այդ նկատի ունի, որ մենք պետքա Հարցիցս խուսափեցիք, բան։ Ես պատասխանեցի ձեզ, ասացի Պուտինը խնդրել է վարչապետին, որ Քոչարյանին ազատի, չգիտեմ, բայց պատահականորեն ընտրություններից առաջ ազատ արձակվեց։ Բայց ակնհայտ է, որ վարչապետը ազատվելու եւ բանի վրա ոչ մի ազդեցություն չուներ, այո, իհարկե։ Եվ եթե ունենար այդ որոշումը, տենց չէր կայացվի, այլ որոշում կկայացվեր։ Ասում եմ, ինքը միգուցե դա է նկատի ունենում, որ մենք պետք է անվերապահորեն այդ Հայաստանի կուրատոր մի մայորի կամ փոխգնդապետի FSB-ում նստած 5-րդ դեպարտամենտում բոլոր ասածները անենք, ոնց որ ինքն արի ժամանակին։ Եվ այդ տեսանկյունից միգուցե այո, մենք փչացրել ենք հարաբերությունները, որտեղ փորձել ենք մեր ինքնիշխան շահը առաջ տանել։ Եթե դա փչացնելը, ապա մենք այսուհետ եւս փչացնելու ենք այդ հարաբերությունները, որտեղ մենք պաշտպանում ենք մեր շահերը, միայն մեր շահերը։ Իսկ դուք փաստեր ունեք, որ Քոչարյանը ռուսական շպիոն է, թե ուղղակի այդպես օդում բաներ ասեցիք։ Շպիոնը հո մենակ թղթով չի լինում։ Տարբեր ձևաչափեր կան։ Ես ասում եմ, որ մենակ թղթով չի լինում։ Ոչ մեկ շպիոն դեռ չեմ եղել։ Շպիոնը մտածելակերպով առնում առաջին հերթին։ Մարդը 2 ժամանոց ինտերվյու է տալի, որի մի ժամը նվիրված է Ռուսաստան գովերքելուն եւ այն բոլոր տեղերում, որտեղ որ Ռուսաստանը ձախողել է իր դաշնակցային պարտականությունները կատարելու մեզ մեղադրելուն, մոռանալով օրինակ մեր սուվերեն տարածքի վրա հարձակումը Ադրբեջանի կողմից, երբ որ Ռուսաստանը պետք է արձագանքեր եւ հապկով եւ երկկողմով, մնացած բոլոր դեպքերում, ասենք սովորական մարդը, որ լսում է այդ ամենը, ասում է, այս մարդը տենաս որ երկրի շահերն է պաշտպանում։ Հիմա անունը կդնենք շպիոն, գործակալ, շահերի ազդեցության գործակալ, ինչ ուզում ես դիր, բայց ակնհայտ է, որ ինքը ոչ թե իր խոսքը, իր միտքը բխում է ոչ թե Հայաստանի շահերից, այլ Ռուսաստանի։ Ի ապացույց դրա նաև ասեմ իրեն լոյալ լրատվամիջոցների կողմից տրված հարցին պատասխանը, որ ասեցին՝ ի վերջո դուք հիմա միութենական պետությանը կողմ եք, թե չէ։ Այդ մարդը չկարողացավ նույնիսկ ուղիղ պատասխանել, որ դեմ եմ այդ բառակապակցությունը մենք չեմ ասել դեմ։ Չէ, դե հենց այդ եմ ասում։ Իսկ 22 թվականին Պետերվարեն ասում էր կողմ։ Իրեն այդ հարցը տալիս են, որ ինքը տակից դուրս գա քաղաքականորեն, որ իրեն չմեղադրեն այլևս դրա մեջ, դա նույնիսկ այդ դեպքում չկարողացավ այդ բառակապակցությունը ասել։ Գնահատեք մարդու անկեղծությունը չի կեղծում, Դե հետևաբար չի կեղծում, որ ինքը Ռուսաստանի ազդեցության գործակալ է, ինչ ասեմ։ Կարող էր ասել դեմ եմ, գար իշխանության եւ բարձր որ կողմ է, ներքուստ չի ասում դեմ չեմ։ Ներքուստ իր մոտ այդ օրգանական մեր ինքնիշխանությանը դեմ բան կա, աուրա կա եւ մղումներ կան, հասկանում եք, օրգանական, ինքը մեր հետ կապ չունի, այս երկրի ինքնիշխանության, անկախության հետ կապ չունեցող մարդը երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի։ Իսկ դուք Հայաստանի իշխանությունը, չէ, դա հիմա կարևոր մեղադրանքներ են, մեղադրյալ Արսեն Թորոսյան։ Հետո չասեք, որ մենակ իր մասը։ Չէ, ուղղակի գիտեք, երբ որ դուք մեր ինքնիշխանությունը վտանգում եք մեզ ԵՄ տանելով մի կառույց, որտեղ բոլոր պետությունները պատժում են եւ հարկադրանքի են ենթարկում։ Ո՞վ է պատժում, ինչ հարկադրանք։ Չեք լսել պարոն Քոչարյանի հարցազրույցը։ Հա, այն որ ասում են, որ ԵՄ-ում բան լսել եմ, Եթե ուզում եք Հայաստանը ինքնիշխան լինի, ԵՄ-ից հեռու ինչքան կարողանա։ Այդ հարցի շարունակություն, այսինքն պատասխանի շարունակություն, որ ինքը սկսեց այդ միութենական պետության հարցինի պատասխան, նախ ասեց, որ նման քննարկումներ երբևէ չեն եղել, ինքը չասեց, որ լինեին, ինքը կողմ կլիներ թե չէ։ Նման քննարկումներ չեն եղել եւ սկսեց համեմատել ԵՄ-ի հետ, որտեղ պարզվում է, որ ինքնիշխանության ավելի մեծ կորուստ կա, քան Բելարուս, Ռուսաստան միութենական պետության մեջ եւ դա հարցի պատասխանը դա է կարելի, այսինքն մենք այո մեզ ինքնիշխան միութենական պետություն չեք տալ, որտեղ մեր ինքնիշխանությունը կամրապնդվեր այո, պատկերացնում եմ, լինելով, ասենք, չգիտեմ, օրինակ Լուկաշենկոյի հետ նույն պետության մեջ, բայց վարչապետը լավ էր զգում Լուկաշենկոյի հետ այդ շքերթի կադրը, վարչապետը միշտ իրեն լավ է զգում եւ ամեն օր, անգամ Լուկաշենկոյի հետ, որը մեր դեմ պատերազմներ պատրաստում Ալիևին։ Իրենք պետք է վազգան իրենց։ Լավ,
Չգիտեմ, ձեր քաղաքականությունը տարիներ հետո ոնց կբնութագրվի, ինչ եք մտածում, այսպես հիբրիդային, հա։ Հիբրիդային արտաքին քաղաքականություն եք։ Երկար տարիներ հետո այնքան կարճ աբզացով պատմության դասագրքերում։ Այդքան փողերն էլ կերակ, պարոն Թորոսյան։ Փող։ Ունեք Հայաստանի թիվ 1 հարուստ Absurd, ասма իմ բանը էլի իր փաստորեն իր հարցազրույցին է նվիրված, $100 միլիոն համահայկականից է կերել 65 միլիոն բանից, այսինքն այնքան կներեք էլի, այնքան սրիկա էլի բարիս բուն իմաստով։ Այդ 100 միլիոնը կամ 150 միլիոնը գնացել է մտել է մի տողով պետական բյուջե, ոնց որ մտնում են Հայաստանի Հանրապետությունում հավաքագրված հարկերը, հա։ Պետական բյուջեի տողերով մինչև վերջի դրամը թափանցիկ ծախսվել է, մինչև վերջի դրամը, որտեղ պետական բյուջեի տող ա եղել ծախսերը, ոնց որ հիմա է ծախսվում։ Ինքը վերակենում ասում է այդ փողերը բան են արել, փոշիացրել են։ Այսինքն դա ոչ ինչա ոչ եթե ոչ սրիկայություն։ Այսինքն ինչա նշանակում հաշվետվություն։ Տվել ոչ չենք տվել։ Պետական բյուջեի մասին պետական բյուջեի ծախսային տողերը ամբողջությամբ հաշվետվությունը միշտ եղել է եւ իր օրոք եւ հիմա եւ միշտ լինելու է։ Ասում եմ դա սրիկայություն է, նման մեղադրանք անել է։ Իրանք էլ եկել էին ազգային ժողովում ինչ որ քննիչ բան է, ինչը ստեղծա եւ այլն, որը ոչ մի բան էլ չկարողացավ անել, որտեղ կանչեցին, ինձ էլ են ոնց որ թե կանչել այդ հանձնաժողովին, որտեղ այդ գումարների մի մասը մուտ պատմություններ, մսխումներ կան, դուք մեջն եք բախվում։ Ոչ մի մսխում չկար եւ ինձ կանչել էին, որտեվ ոնց հասկացա կոവിഡ്ի համար էր այդ փողերի մի մասը ծախսվել։ Հա, որը ծախսվել է պետական բյուջեի մնացած բոլոր միջոցների համար եւ պետքա ուրախ լինենք, որ հենց պետական բյուջեով է ծախսվել, ոչ թե ոնց պատահի, հասկանում եք։ Ու բանը անիվ ձեր տեղը ասում է կներեք մինչև դրան անդրադառնալը ասում է բանը իմ ունեցվածքի մեծ մասը ես ձեռք եմ բերել իմ պաշտոնավարումից հետո ասենք էփած հավի ծիծաղն է էլի գալիս քո պաշտոնավարումը որ հիշում ենք 98-ից 2008 ոնց էիք բիզնեսներ խլում աճ ու ձախ եւ ձեր մոտ կանգնած օլիգարխներով էլ տարածքներ, էլ շենքեր, էլ գործարաններ, էլ ամեն ինչ, այլ պարզվում է բանա, մի հրաշալի անձնավորություն է, չէ՞ ամանչում գոնե սուս մնա, էլի այդ հարցով սենց ասեմ, գոնե սուս մնան։ Այ եթե դուք էլ բաշարեք սիստեմային բաժնետոմսերը ստանալ պաշտոնավարումից հետո, միգուցե դուք էլ ամենա։ Իսկ ինչի դիմաց հետաքրքիր է, ինչի դիմաց ստացավ ինքը այդ AFK սիստեմայում այդ բաժնետոմսերը եւ այդ միլիոնավոր դոլարների աշխատավարձը։ Իսկ միգուցե ինչ որ բանի դիմաց։ Զուտ մտածելու համար։ Օրինակ MTS-ին Հայաստանում բիզնես թույլ տալու համար, որպես կաշառք, post factum տրված։ Սա կասկած է թե մեղադրանք։ Բարձրաձայն մտք է։ Բարձրաձայն միտք։ Իսկ Հայաստանի այդ գույք պարտքի դիմաց գույքերը արդյոք անցել են սիստեմի անկերությանը։ Ես ինչքան հիշում եմ, այո։ Վստահ չեմ, ճիշտ։ Ես ինչքան հիշում եմ, այո։ Վստահ չեմ։ 5 օբյեկտները, իդեպ դուք որպես Հայաստանի իշխանություն, որ այդպես արդարություն եք վերականգնում եւ այլն, ինչու այդ 5 օբյեկտները չեք վերադարձնում Հայաստանին։ Ես այդքան փող ունեմ։ Դրա պատասխանատուն երբևէ չեմ եղել, բայց ենթադրում եմ, որ ինչ որ փուլում պետք է դրա մասին մտածել, հատկապես հաշվի առնելով, որ մենք ոնց որ թե բավական մեծ կրեդիտ ունենք Ռուսաստանին տված զենք գնելու համար, որը չենք ստացել հետ։ Այսօր ինչ որ տես մի խոսակցություն ականջովս ընկավ, որ խոսել են արտգործնախարարները, որ այդ գումարը այլ նպատակով կօգտագործվի, միգուցե նաև այդ նպատակով օգտագործվի, չգիտեմ։ Անիվ։ Ինչ։ Կոռուպցիայի ворջ, պարոն Թորոսյան։ Խայտարակ պատմություն առանց հետևանքների։ Անիվի վերաբերյալ բոլոր, ասենց ասեմ էլի, որ բարձրն է։ Առաջի անգամ Fly Arnայի վերաբերյալ հարցը ազգային ժողովում տվել է Արսեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ հարցրել են պարոն վարչապետ, այդ ինչի տենց եղավ եւ ոնց որոշեցինք, մարդը էլի անկեղծ ասաց, որ մրցունակ չէր եւ փակվեց։ Ու հիմա հետո մյուս բաներով ՊՎԾ-ի ստուգումը, քրեական գործը, որը որ ընթացքի մեջ է եւ միգուցե լինեն ինչ որ հանգուցալուծումներ, կարծես թե քննչական կոմիտեի նախագահը դրա մասին ասաց։ Այո, մենք համարում ենք, որ խնդիրներ կա, որոնք պետք է հասցեագրվեն։ Ու մեզ մեղադրել, որ մենք ինչ որ բան
այդպես թաքուն արել ենք, ծածկադփոնց ենք արել։ Բայց մսխվել է, չէ՞, 60 միլիոն, ոնց է մսխվել։ Եկեք հասկանանք։ Դուք պետք է ինձ ասեք, ես հիմա ասում եմ, էլի, որ թույլ տակ ասեմ, ինչ է նշանակում մսխվել է, այսինքն չի մսխվել։ Եթե եղել է ծախս, որը հիմնավոր չի եղել, դրա պատասխանը պետք է ստանանք, բայց այդ հիմնադրամի գործունեության ամբողջ իմաստը եղել է ներդրումներ բերել է Հայաստան։ Հիմա բազմաթիվ ներդրումներ տեղի են ունեցել։ Հիմա ոնց ենք մենք գնահատում մսխվել է, թե չէ, թե մարդը աշխատավարձ է ստացել, ինչ որ մի ներդրողի հետ աշխատել է, որը ներդրում է արել Հայաստանում։ Եվ այդ մարդու աշխատավարձը, ասենք, եղել է իմ աշխատավարձից բարձր։ Աստղաբաշխական ընդ որում։ Չգիտեմ, ինչքան իմից բարձր ենթադրենք։ Հիմա եթե դա արդյունք է ցույց տվել, ուրեմն չի մսխվել։ Ուրիշ բան, որ կարելի է այտենց հետին թվով ասել, դե կարելի է ավելի քիչ փողով նույն արդյունքը ստանալ, բայց դա մի քիչ այտենց օթում խոսակցություն է, էլի։ Բայց հա, եթե կան այդտեղ խնդիրներ, պետքա լուծվեն դրանք։ Տիգրան Ավինյանը մեղք ունի։ Ես վստահ չեմ, որ մեղք ունի։ Բայց վստահել չեք, որ չունի։ Չէ, ես վստահ չեմ, որ որևէ մեկը որ մեղք չունի, այսինքն այն մյուս կեսը որևէ կոնկրետ մարդու վրա, որ մեղք ունի, քանի դեռ դա ապացուցված չէ դատարանի ուժի մեջ մտած վճռով։ Դե նույն պատմությունն է, էլի, Ռոբերտ Քոչարյանը չի կեղծել ընտրությունները, որովհետև դատարանի վճիռ չկա։ Նույն պատմությունը չի։ Եվ դուք վստահ եք, որ պարոն Ավինյանը դատարանի առաջ չի կանգնի, պարոն Թորոսյան։ Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին, որ կա գործընթաց եւ եթե ես ելնեի քննիչը եւ իրավունք ունենայի պատասխանել այդ ձեր հարցերին, ես մեծ հաճույքով անկեղծ կպատասխանայի տիրապետելով ամբողջ ինֆորմացիային։ Կսպասենք արդյունքներին, մենք հարցազրույց ենք անում Հայաստանի ամենահարուստ մարդու կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի հետ։ Շնորհակալություն։ Հուսով եմ այդ մասը տենց բանով, էլի։ Չգիտեմ, ամեն մեկը թող այսպես դնի կամ չդնի։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։